Սիրելի Զապել Եսայան, ես տպավորված եմ քո խիզախ ոգով, մարդու իրավունքների գերակայությանն ուղղված քո ավերժ պայքարով և գրական այնպիսի ելևէջներով, որոնց կարելի է հանդիպել քո թողած գրական ժառանգության էջերն ընթերցելիս։ Մարդու իրավունքների հաստատմանն ուղղված քո պայքարն ինձ համար այնքան հարազատ է։ Մարդու համար, որ ունեցել է լսողության խնդիրներ, սակայն երբևէ որպես խոչընդոտ չի ընկալել այդ փաստը։ Հակառակը, ընդդիմանալով ճակատագրի այդ հեգնանքին, ես ստեղծել եմ իմ ապասիոնատը, Վիդերիո օպերան, Էգմոնտը, Կորիոլան, որոնք այժմ մարդկությունը համարում է երաժշտական արվեստի գլուխգործոցներ։ Սիրելի Զապել, ես, ինչպես և դու, վստահ եմ, որ ժամանակը մեր ու մեր արժեքների օգտին է աշխատելու։ Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում և առհասարակ աշխարհում հասարակությունները կլինեն ավելի ներառական, հաշմանդամությունը չի համարվի խոչընդոտ կրթությանը կամ աշխատանքին, մարդիկ կլինեն հանդուրժող և բարի միմյանց հանդեպ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը Եվրոպական միության հետ միասին մեծ ջանքեր է գործադրում ներառական կրթության ոլորտում, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել խտրականության տարբեր դրսևորումներից։ Ես հպարտ եմ, որ իմ ստեղծագործությունը, ձոն ուրախությանը, դարձել է Եվրոպական միության օրհներգը։ Ես վստահ եմ, որ դու լսել ես դրա մասին, բայց թույլ տուր հիմա այն նվագել քեզ համար։ Սիրելի Զապել, ես ուրախ եմ, որ Հայաստանում հասարակությունը ձգտում է լինել ներառական, ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի շատ հնարավորություններ, այդ թվում Եվրոպական միության աջակցության շնորհիվ։ Սա խոսում է այն մասին, որ մարդկանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների կյանքը փոխվում է դեպի դրական, և այդ դրական փոփոխությունների ալիքին կարելի է հասնել այն դեպքում, եթե լինենք միասին։ Իսկ միասին մենք ուժեղ ենք։